Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք թուրքագետ Երևանի Պետական Համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի բաժնի վարիչ Նելի Մինասյանի հետ։ Ողջունում եմ Տիկին Մինասյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Այս օրերին շատ կարևոր է հետևել իհարկե բոլոր երկրներին տարածաշրջանի։ Դուք Թուրքիայի մասով խորացված ուսումնասիրում եք այդ երկիրը, ուսումնասիրում եք այդ երկրի մամուլը։ Ես մի երկու նորություն ներկայացնեմ, այնուհետև փորձենք պարզել այս իրավիճակում Իրանում պատերազմ է, տարածաշրջանը շատ ծանր վիճակում է եւ պատերազմը կարծես թե չնայած ասում են ահա հեսա կվերջացնենք, Դոնալդ Թրամփը ասում է կարծես թե երեք էր ասեց 100%-ով չեմ կարող վստահ լինել, բայց կարծես թե մենք հաղթում ենք։ Եվ այսպես Ռեջեփ Թայիփ Էրդողան վերջին հայտարարությունը հետևյալն է։ Նա ասում է, չնայած սա Իսրայելի պատերազմն է, սակայն ամբողջ աշխարհն է վճարում դրա համար։ Սա Նետանյահուի քաղաքական գոյատևման պատերազմն է, բայց դրա հետևանքներից տառապում է 8 միլիարդ մարդ։ Մեկ այլ իր հայտարարության մեջ Էրդողանը ասել էր, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը պետք է հնարավորինս արագ դադարեցվի, քանի դեռ ամբողջ տարածաշրջանը չի ներքաշվել լայնածավալ հակամարտության մեջ։ Եվ այսպես փորձում ենք պարզել, թե ինչ տրամադրություններ են բուն Թուրքիայում, կային խոսակցություններ, այդ հարցն էլ տամ հետո որպեսզի ձեզ չխանգարեմ, ասում են Իրանից հետո հաջորդը Իսրայելի համար Թուրքիան է թիրախ լինելու, որքանով է հիմնավոր, ինչով է հիմնավորվում այդպիսի տրամադրությունները կամ այդպիսի խոսույթը, եւ այսպես Թուրքիան Իրանում պատերազմ, հետո իհարկե անպայման կնայենք մեր փոքրիկ այս հարավային Կովկաս տարածաշրջանը։ Տեսեք, նախ միջև պատերազմը եւ ընդհանրապես մերձավոր արևելքում տեղ ունեցող իրադարձությունների հետ կապված Թուրքիան շատ զգայուն, այսպես դիրքորոշում վերաբերմունք է ցուցաբերում եւ դա շատ ընկալելի է, որովհետեւ տարբեր ինքը մտահոգություններ, ռիսկեր ունի այստեղից, թե անվտանգային եւ թե էներգետիկ հատկապես։ Եթե կոնկրետ ես հիմա կենտրոնանամ պատերազմի նախասկզբնական շրջանի վրա, երբ որ թուրքական դիվանագիտությունը բավականին ակտիվ էր եւ Թուրքիայի ղեկավարությունը հիմնականում այն դիրքից էր հանդես գալիս, որ եթե այդ կրակը տարածվի տարածաշրջանով, հազիվ թե հնարավոր լինի դա հանգցնել, եւ երկրորդ նրանց մոտեցումը այն էր, որ տարածաշրջանը եւս մեկ պատերազմի նկատի ունենալով Սիրիան ուղղակի չի դիմանա։ Ես իրականում համամիտ եմ այս երկու այսպես պնդումների հետ, որովհետեւ մերձավոր արևելքը շատ երկար ժամանակ անդադար պատերազմների մեջ է, անդադար ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում, այդ ֆոնին օրինակ վերել կապրեց ահաբեկչությունը, այսինքն անկայունությունը, որը եթե մեր տարածաշրջանից դիտարկենք, մեր տարածաշրջանը այդքան էլ հեռու չի ստեյության այստեղ տեղ ունեցածից, նաև զուտ ցամաքային առումով հեռու չի, իհարկե ինձ համար նաև անհանգստությունը հայկական համայնքների գոյությունը, որովհետև մենք գիտենք, թե նույն Սիրիայում, Լիբանանում, Իրաքում տեղ ունեցող գործընթացների արդյունքում այսօր ինչ վիճակի է այնտեղ եղած, այսպես հարյուրամյակներով մեր ուրեմն համայնքները։ Հիմա եթե կրկին հետ գամ Թուրքիայի մտահոգություններն ինչով են կապված Իրանի հետ, առաջինը բնականաբար անվտանգային խնդիրներն են։ Այստեղ Թուրքիայի համար առաջին ամենագեր զգայուն հարցը դա քրդական խնդիրն է։ Եվ այստեղ մանավանդ իսրայելական եւ ամերիկյան կողմից այն քննարկումները, որ քրդական գործոնը կարող է Իրանի տարածքում օգտագործվել ցամաքային օպերացիաների դեպքում, սա Թուրքիայի համար ուղղակի կարմիր գիծ է կամ չգիտեմ այլ կերպ ոնց կարելի է նկարագրել, այո, որովհետև դրա համար իրանք տեսեք նախապես գնացին քրդերի հետ հաշտեցման գործընթացին եւ հիմա փորձում են դա արագացնեն այդ գործընթացները։ Այսինքն մաքսիմալ փորձում են նախ երկրի ներսում դա վերցնել վերահսկողության տակ եւ եթե ամեն ինչ խորանա, օրինակ ես նման սցենարը չեմ բացառի, որ իրենք նաեւ օրինակ ինչպես Իրաքում արեցին, Սիրիայում արեցին, փորձեն ինչ-որ անվտանգային գոտի ձևավորել իրենց համար։ Իհարկե Աստված տա բանը դրան չհասնի Իրանի հետ կապված։
կապված։ Եվ երկրորդ կարևորագույն խնդիրը Թուրքիայի համար դա էներգետիկ ճգնաժամն է, որտեղ Թուրքիան ամբողջությամբ էներգետիկ ռեսուրսների տեսանկյունից կախված է արտաքին աշխարհից, այդ թվում նաև իրանական էներգետիկ ռեսուրսներից, եւ սա արդեն իսկ Թուրքիայում շատ այսպես արտացոլվել է, որտեղ նրանք իրենց ունեցած պաուստային պաշարներից են ուրեմն արդեն դրել շրջանառության մեջ, բացի այդ նրանք ուրեմն այստեղ իմջալուց նաև թանկացումների հետ կապված կրկին պաուստային ֆոնդերից որոշակի գումար է ներդրում, որպեսզի լիրայի արժեզրկումը թույլ չտան եւ այլն, այսինքն բոլոր տեսանկյուններից Թուրքիայի համար ավելի ձեռնտու է այս գործընթացները ուղղակի պատերազմը հատկապես կանգ առնի։ Իսկ խնդիրը թե Իրանից հետո հնարավոր է Թուրքիան, սա այս խոսակցությունները սկսվեցին այն ժամանակ, երբ որ մուսուլմանական աշխարհում Թուրքիան սկսեց պաշտպանել Պաղեստինի ժողովրդի իրավունքները։ Համենայն դեպս այդպես ներկայացավ, որ ինքը պաշտպանում է այդ ժողովրդի իրավունքները եւ սկսեց այսպես հակադրության մեջ մտնել Իսրայելի հետ, գոնե ցույց տալ, որ այդպիսին կա։ Եվ բնականաբար առաջացրեց Իսրայելի արդեն ուշադրությունը։ Եւ եթե մենք տեսնում ենք, որ Իրանին զրկում են մերձավոր արևելքում գործունեություն ծավալելու մեխանիզմներից եւ Իրանը ըստ էության թուլանում է, Թուրքիան այս ֆոնի վրա մնում է կենսունակ մուսուլմանական պետություն։ Թուրքիայում այդ անհանգստությունները գալիս են հենց Իսրայելից եկող ազդակներից, օրինակ 1-2 օր առաջ Իսրայելի նախկին նախագահներից մեկը հայտարարեց, որ հաջորդը կարող է Թուրքիան լինել, բայց այստեղ կա մի շատ կարևոր առանձնահատկություն։ Եթե Թուրքիան ծայրահեղ, այսինքն արմատական իսլամի կուրսը վերցնի։ Եթե Թուրքիան չվերցնի այդ իսլամի կուրսը, այսինքն շարունակի մնալ աշխարհիկ, հակառակը, այսինքն այն ձևով ինչ որ կա, եւ այստեղ իհարկե նաեւ դեր է խաղում ՆԱՏՕ-ի անդամ լինելը, այնպես որ կարճատև ժամանակահատվածում սրում չեմ կարծում, որ կլինի, այսինքն հաջորդը Թուրքիան կլինի։ Այո, եւ այդ գործոնը, որ ՆԱՏՕ-ի անդամ է, դա եւս խոչընդոտող կլինի Իսրայելի։ Իհարկե, տեսեք, նախ բացի Իսրայելից նաեւ Թուրքիայի համար, Թուրքիան այդ ինչպես պետք է կռվի Իսրայելի դեմ, որտեղ, այսինքն նա եթե գնա ուղիղ պատերազմին, ուրեմն որպես ՆԱՏՕ-ի անդամ պետք է ստանա 32-ի։ ՆԱՏՕ-ն պետք է տրոհվի ուրեմն։ Կամ ուղղակի Թուրքիային պետք է հանեն ՆԱՏՕ-ից։ Կամ Թուրքիային հանեն, կամ ՆԱՏՕ-ն տրոհվի, Միացյալ Նահանգները դուրս կանգնեն, այսինքն ինչ որ բան պետք է փոխվի, որպեսզի դա այսինքն այստեղ սցենարը այդպես որ Թուրքիան հեշտ չի, այո, դա եմ ուզում ասել։ Հաջորդ հարցը, որքանով է եւ ինչով է Թուրքիան կախված Ադրբեջանից։ Տեսեք, երկու տարբեր տեսակետներ կան։ Առաջին տեսակետը, դե բոլորս գիտենք, այո, ֆինանսներ վառելիք դրանով կախված է, բայց որքանով է կախված, այդ հարցը կուզենայի ձեզ հետ ճշտել։ Կա տեսակետ, որ այն ինչ անում է Ադրբեջանը, դա Թուրքիայի թելադրանքով է անում, այնինչ Թուրքիան չի ուզում Երևալ, անում է Ադրբեջանի ձեռքերով։ Երկրորդ տարբերակը, օրինակ մասնավորապես Հայաստանի հետ սահմանի բացումը, ներկայացում է, որ Թուրքիան դեմ չէ, նա կուզի Հայաստանի հետ բացել սահմանը, կարգավորել հարաբերությունները, բայց Ադրբեջանը խոչընդոտում է, Ադրբեջանը ոնց որ թե սահմանափակում է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը։ Եվ այսպես, որքանով է Թուրքիան ազդում Ադրբեջանի վրա կամ հակառակը, Թուրքիան կախված է Ադրբեջանից։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, որը որ իրականում շատ երկարատև այսպես քննարկումների առարկա է։ Ես մաքսիմալ ուրեմն կարճ փորձեմ ասել, նախ հարցի այսպես հիմքին գալու համար պետք է մի քանի անդրադարձ անեմ Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ որ վերաձևավորվեց Թուրքիայի ռազմավարությունը եւ հետխորհրդային տարածությունը, մասնավորապես թուրքախոս երկրները ընդգրկվեցին այդ ռազմավարության մեջ եւ այնտեղ հստակ նշվեց, որ բնականաբար առաջին հերթին քաղաքական, տնտեսական, մշակութային կապերը պետք է օգտագործվի հարաբերությունների խորացման, զարգացման տեսանկյունից, այսօր իհարկե նաեւ ռազմականի մասին արդեն բացահայտ խոսում են մանավանդ Ռուսաստանի այսպես հնարավորությունների կրճատման, թուլացման ուրեմն ֆոնին։ Եվ Թուրքիան այս ռազմավարության տեսանկյունից, երբ որ մենք նայում ենք, Ադրբեջանը թուրքական ռազմավարության մաս է։ Ինչու՞, որովհետև նրան պետք է Ադրբեջանը այս ռազմավարության մեջ երկու հիմնական կետով։ Առաջինը, որովհետև
դեպի կենտրոնական Ասիա, հարավային Կովկասով ճանապարհն է եւ այստեղ նրա սյունը, հիմքը դա Ադրբեջանն է եւ երկրորդ, այսինքն կապող օղակ է ինքը հանդիսանում, այսինքն մեկը հարավային Կովկաս, մյուսը կենտրոնական Ասիա, այս երկու ուրեմն սկզբունքներն է գործում։ Եվ այս տրամաբանությամբ է իրականում Թուրքիան սկսել Ադրբեջանի հետ իր հարաբերությունները զարգացնել եւ խորացնել։ Ժամանակի ընթացքում դրանք վերածվեցին ռազմավարական համագործակցությունների մի քանի ոլորտներով։ Առաջինը ուրեմն դա էներգետիկ ոլորտն էր, ընդ որում նշեմ, որ ռազմականը չի եղել։ Օրինակ, երբ որ 1992 թվականին Էլչիբեյը գնացել էր Թուրքիա ռազմական օգնության հետևից, պայմանագիր ստորագրեցին, որտեղ ռազմական օգնության մասին բան չկա։ Միայն ասում է, որ կարող ենք ռազմական կրթություն կազմակերպել, կարող եք ձեր կուրսանտներին ուղարկել մեր ռազմական հաստատություններում սովորելու։ Այսինքն հետագայում այս ամեն ինչը ձևավորվեց պրագմատիկ խիստ քաղաքական, այսպես խնդիրների շրջանակներում եւ այստեղ առաջին կարևոր դերը խաղաց էներգետիկ ռեսուրսները։ Երբ որ էներգետիկ ռեսուրսները, այստեղ գիտեք, միայն եթե մենք ասենք, որ զուտ Ադրբեջանը Թուրքիային տալիս է գազ եւ սա է կարևոր դեր խաղում, իրականում չէ։ Ես հիմա ֆինանսներին անդրադառնամ, իրականում չէ, որովհետեւ Թուրքիայի ռազմավարության մյուս կարևոր հատվածը դա կամուրջ պետություն լինելն է, արևելքի ու արևմուտքի միջև, այդ թվում էներգետիկ առումով, որի միջալոց միջև այսօր թուրքական կողմը փորձում է դեռ իրականացնել, փորձելով հաբի վերածվել, եւ այստեղ երկու խոշոր նախագծերն էին՝ Բաքու, Թբիլիսի, Ջեյհան, Բաքու, Թբիլիսի, Կարս, ներողություն, Էրզրում, այս երկու խոշոր նախագծերն որոնք որ նրանց հարաբերությունները ավելի լայն ռազմավարական հիմքերի վրա դրեցին եւ դրան հաջորդեց արդեն հաջորդ 2010 թվականի ստորագրած ռազմավարական համագործակցության պայմանագիրը, որտեղ արդեն ռազմական փոխօգնության եւ մնացած ուրեմն հարցերը քննարկվեցին։ Այսինքն Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները դիտարկել զուտ, որ մի կողմի վրա կարող ազդել, այն էլ Ադրբեջան ուղիղ ազդի Թուրքիայի վրա, ես համաձայն չեմ դրա հետ, որովհետև Թուրքիան ինքը խորքային լուրջ պետություն է, ունի իր ամբողջ ուրեմն ձևակերպած խնդիրները, ռազմավարությունները եւ իրենք իմջայլոց ամեն տարին 2 տարին 1, վերջին տարիներ ուղղակի լինում է, որ տարին 1 վերանայում են որոշ խնդիրներ, որտեղ արագ փոփոխություններ են ուրեմն տեղի ունենում։ Եվ եթե այ հիմնականում այդ տեսակետն է շատ տարածված, որ որ Ադրբեջանը որոշակի ներդրումներ է անում Թուրքիայում եւ ըստ այդմ ձեռք է բերել որոշակի ազդեցություն։ Նախ, եթե ներդրումներին անդրադառնանք, այո, Ադրբեջանը անում է որոշակի ներդրումներ, այստեղ հիմնականում Սոքարն է ներդրումներ կատարում, եւ որ թվերը նայում ենք, Սոքարից բացի գրեթե ուրիշ ներդրումներ չկա։ Եվ սա 18 միլիարդի մասին է խոսքը։ Բայց երկրաշարժի վերականգնման Երկրաշարժի վերականգնման հատվածում դեռ ամբողջական թվերը իրենք չեն հրապարակել, բայց ես չեմ կարծում, որ շատ մեծ կլինի։ Այնտեղ խոսակցություն եղավ, որ մի թաղամաս է, այո, որ կախվածություն առաջացնում, պատկերացնում եք, ինձ հսկա տարածքի մասն է խոսքը։ Մեկ թաղամաս Ադրբեջանը կառուցել է։ Միջալոց մյուս թուրքախոս երկրներն էլ ամեն մեկը ինչ որ մի թաղամաս հաճ, օրինակ Ուզբեկստանը մի թաղամաս չի կառուցել, բայց որ շենքեր է կառուցել, դպրոցներ է կառուցել։ Այսինքն սա բավարար չի, սա ավելի շատ հումանիտար, ուրեմն այսինքն քո կերպարն ավելի շատ ձևավորում այդ հասարակության մեջ։ Թուրքիան ինքը 19 միլիարդի ներդրում ունի Ադրբեջանի տարածքում, եթե զուտ թվերով ենք նայում։ Հիմա եթե գանք կախվածության լծակներին, տեսեք, Ադրբեջանը, այո, որովհետև Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմավարական խնդիրները համընկան ու ցավոք սրտի դա առաջին հերթին մեր վրա, որովհետև թե պատմական, թե քաղաքական, թե ընդհանրապես կոնֆիգուրացիան, որի մեջ որ մենք հայտնվեցինք Խորհրդային Միության փլուզումից հետո եւ բարձրաձայնած խնդիրները, դե բոլորը գիտենք, ի վերջո տարավ նրան, որ Թուրքիան փակեց սահմանը հարաբերությունները կարգավորելու համար ինչ որ գին ուզեց միջև հիմա, եւ սա շատ ձեռնտու եղավ ուղղակի Ադրբեջանին։ Հիմա եթե ես ասեմ, որ Ադրբեջանը շատ մեծ մեխանիզմներ է ձևավորել Թուրքիայում, որ ազդի նրանց որոշումների կայացման վրա, իրականում չէ։ Ուղղակի այդ ավելի անհատական է այսօր անհատական Էրդողան, Ալիև հարաբերություններն են շատ ավելի մեծ դեր խաղում եւ Թուրքիայի ռազմավարական այն հատվածը, որոնք որ դեռևս չեն ըստ էության գնում, այսինքն պահում են դեռ ինչ-որ կետեր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման տեսանկյունից եւ Ադրբեջանի կրկին այստեղ օգտագործում են, որտեւ հայ-թուրքական հարաբերությունները դա այդքան նեղ չի, որ տեղավորվի մենակ թուրք-ադրբեջանական հարաբերությունների մեջ։ Այսինքն հայ-թուրքական հարաբերությունները դա
աշխարհակական գործընթացների մաս է։ Այսինքն այստեղ կեղծիքի նման մի բան է, Ադրբեջանը ներկայացնում է, որ այո, ես, տեսեք, Թուրքիայի բոլոր հայտարարությունների մեջ ասում են, այո, մենք ձեզ հետ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորումը կլինի այն պահին, երբ որ Հայաստանը Ադրբեջանի հետ իր հարաբերությունները կկարգավորի։ Սա ավելի շատ ոնց որ Թուրքիա-Ադրբեջանի կշիռը բարձրացնելու, Ադրբեջանը ուզում է ցույց տալ, բայց իրականում այստեղ նորից գալիս ենք այն երկրորդ տարբերակին։ Իրականում Թուրքիան սրանով ոչ թե ցույց է տալի, ճնշում է Հայաստանի վրա Ադրբեջանի միջոցով։ Այո, Ոչ թե Թուրքիայի քաղաքականությունը կախված է Ադրբեջանի կամաջույքից, Ալիևի կամաջույքից։ Իրականում չէ, ինչքան էլ որ այո, կա մեր հարցում հատկապես, ուրեմն հատկապես վերջին շրջանում 20 թվականի սկզբից ու դրանից հետո, թեև կարելի ասել ամբողջ ընթացքում մի քիչ ավել, մեր հարցում կա իրենց մոտ արտաքին քաղաքականության կոորդինացում։ Դերերի բաժանում։ Դերերի բաժանում, այո, բայց այստեղ գլխավորը Ադրբեջանը չէ։ Այստեղ գլխավորը Թուրքիան է։ Իսկ եթե Թուրքիան որոշի, որ սահմանը բացում է, Թուրքիան սահմանը կբացի։ Եկանք հասանք սահմանի բացմանը։ Հարցազրույցներից մեկում դուք էլի վերլուծում եք այս Իրանում իրավիճակը եւ հնարավոր զարգացումները, դուք ասացիք հետեւյալը. եթե Իրանի շուրջ այս իրավիճակը շարունակվի, Թուրքիան արագ կբացի Հայաստանի հետ սահմանը։ Ելք չունի։ Ես կխնդրեմ, որ դուք բացեք այս միտքը։ Ինչու ելք չունի, ինչով է Թուրքիային գոնե այս պահին անհրաժեշտ կամ ինչ պետք է լինի, որպեսզի անհրաժեշտ լինի հայ-թուրքական սահմանի բացումը։ Այստեղ խնդիրները տնտեսական հարթության մեջ են զուտ, առաջին հերթին ամենակարևորը։ Այսինքն տնտեսական խնդիրներն այնպիսին են, որոնք որ քաղաքական աշխարհակական հաշվարկների վրա կազդեն։ Ես դա նկատի ունեմ եւ բացեմ, տեսեք, Թուրքիան արևելքի հետ, մասնավորապես Կասպից ծովի ավազանի ու կենտրոնական Ասիայի հետ հիմնականում միանում է, ուրեմն Նախիջևան, Իրանի տարածք, Ադրբեջանով։ Կամ մի ավելի քիչ հատված, հիմնականում Բաքու, Թբիլիսի, Կարսի երկաթուղին է, որը գալիս է Վրաստանի տարածքով, որը որ ընդհանրապես շարժի տեսանկյունից այդքան նկատի ունեմ ցամաքային կապի տեսանկյունից այդքան չի օգտագործվում։ Եվ պատերազմի պայմաններում կամ անկայունության պայմաններում, եթե Իրանի հետ փակվում է այս ճանապարհը, Թուրքիան ուղղակի ճանապարհ չունի։ Մենք եթե նայում ենք քարտեզին, ուղղակի չկա այդ ճանապարհը, պետք է անցնի Հայաստանի տարածքով, կամ Հայաստանի հյուսիսով, կամ Հայաստանի հարավով, ուրիշ տարբերակ ուղղակի չկա։ Ես դա նկատի ունեմ։ Եվ իրենք էլ սա շատ լավ հասկանում են, որովհետև 3-4 առաջի օրը հենց մեր արտաքին գործերի նախարարը հենց այդ մասին խոսեց, որ կան ուրեմն կոնկրետ գործնական քննարկումներ։ Այո, կան այդ քննարկումները եւ պատահական չէ, որ հենց երկաթուղու հետ կապված է քննարկումները, ինչն է հնարավոր վերանորոգել առայժմ, որտեվ բնականաբար պարզ է հոսքերի ապահովման համար կամ ճանապարհի համար պետք է նախ դիտարկել նախկին գծերը, նախկին ճանապարհները, որոնք եղել են, փորձել դրանք վերականգնել եւ օգտագործել, նոր հետո մտածել նորերի կառուցման մասին։ Սա առաջին։ Երկրորդը անկախ Իրանի հանգամանքից, Իրանում հետագայում ինչ կլինի, բայց ակնհայտ է, որ այնտեղ գործընթացները ավելի երկարելու ուրեմն միտում ունեն, այո։ Կա նաև միջին միջանցքը, իմջայլոց վերջին օրերին, երբ որ Իրանում այս գործընթացները սկսվեց, Թուրքիայում շատ էին խոսում հենց միջին միջանցքի կարևորության մասին, որ միջին միջանցքը պետք է գործարկվի։ Միջին միջանցքը կրկին առանց Հայաստանի չի կարող գործարկվել։ Սա մեր հատվածում հենց թրիփն է, հետևաբար իրենք վաղ թե ուշ պետք է գնան այստեղ որոշակի ուրեմն քայլերի, տնտեսական առումով հարցերի ուրեմն կարգավորմանը, որտեղ աշխարհագրական տեսանկյունից ուղղակի ճանապարհ չկա։ Այսինքն թեկուզ հենց Ադրբեջանի հետ կապը։ Այսինքն այս տեսանկյունից ուղղակի պետքա գնան կարգավորման։ Այդ տրամաբանության մեջ եկեք դիտարկենք նույն Փաշինյանի այդ հայտարարությունը, որ եթե մեր քաղաքական գիծը չհաղթի ընտրություններում, սեպտեմբեր, անգամ սեպտեմբեր է նշվում, անգամ եթե սեպտեմբեր չնշենք, կլինի հարձակում Հայաստանի վրա։ Կլինի հարձակում Հայաստանի վրա, ասում է Փաշինյանը։ Իմ հարցն է. դուք տեսնում եք թուրքական մամուլում որևիցե ակնարկ կամ ինչ-որ նշույլներ, որ ցույց տան, որ այդ սահմանը կբացի ոչ թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման շրջանակներում, այլ
ուժի գործադրմամբ։ Չէ, ես իրականում այդպեսի միտում երբեք չեմ նկատել թուրքական մամուլից, որ սահմանը բացվի ուժի բանով, ուժի կիրառմամբ, չէ, թուրքական կողմից նման բան ես չեմ տեսել վերաբերող թուրքական մամուլը կամ թուրքական տրամադրությունները, Թուրքիայում տրամադրությունները, ինչպիսին են դա։ Իմ տպավորությունը ես ասեմ, ինչպիսին է, որովհետև կար ժամանակ, երբ որ անդադար նայում էի մամուլը ու Հայաստանի մասին գրեթե բան չէր լինում իրականում, բայց վերջին շրջանում բավականին շատ տեղեկություններ լինում է եւ կան որոշակի թերթեր, որոնք որ գրեթե ամենօրյա ռեժիմով Հայաստանում տեղ ունեցող քաղաքական իրադարձություններին ինչ-որ անդրադարձներ անում են։ Իհարկե գլխավորապես ներքաղաքական, այսպես խնդիրներին են անդրադարձանում, ընդհանրեն կառավարությունը այս ասեց կամ վարչապետը, ընդդիմադիրներն այսպես են արձագանքում եւ այլն։ Այսինքն որոշակի արձագանքներ կա այս տեսանկյունից, բայց ուժի կիրառման սահմանի բացում ես երբեք այդպիսի միտում չեմ նկատել։ Հակառակը իրենց մոտ այսպես է, որ եթե սահմանը փակում ենք, սա բավարար ճնշման ուրեմն գործիք է, որպեսզի Հայաստանը մտածի իր հետագա անելիքների մասին եւ բերում հարցը այնքան են այսպես ցածրացնում, կպցնում են Ադրբեջանին։ Այս է ամենա ուրեմն մեր տեսանկյունից ես կասեի գուցե վիրավորականը, չգիտեմ, այսինքն փորձել ավելի նեղացնել խնդիրները, ոչ թե թողնել ավելի մեծ ու իրենք գան։ Այսինքն դեռ Ադրբեջանի հետ կարգավորվող հարցերը հետո մենք արդեն ոնց որ բարեհոգաբար կլուծենք որոշ խնդիրներ։ Ու իմ տպավորությունն այսպիսին է։ Իսկ ինչ վերաբերում է ճնշմանը, ես կարծում եմ ճնշումը կլինի Ադրբեջանի կողմից։ Այստեղ չի նշանակում, որ Թուրքիան այդ ճնշմանը չի մասնակցի, այսինքն միջնորդավորված, ոչ թե ուղղակի։ Ես այստեղ ուղղակի տեսեք, կուզենայի, որպեսզի բոլոր ուժերը, ովքեր որ հավակնում են դառնալ, հավակնում են գալ իշխանության, իրենք այս հարցի հետ կապված հստակ դիրքորոշում արտահայտեն, որտեղ դա մեր երկրի իմ կարծիքով ամենակարևոր խնդիրներից է։ Ոնց ենք մենք տեսնում մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը։ Այսինքն, եթե այս հարցի պատասխանը հստակ գրեն բոլոր ուժերը, իրենք այսպես թե այնպես պետք է այդ հարցին անդրադառնան, որտեղ առանց դրա հնարավոր չի ուղղակի։ Այսինքն, ոնց են պատկերացնում։ Ինչ տարբերակներ եք տեսնում։ Այո, ինչ տարբերակ։ Ես վատից լավը։ Ծայրահեղ վատն էլ կարող ենք հիմա դիտարկել։ Տեսեք, ծայրահեղ վատ տարբերակ այն կլինի, որ չգիտեմ, X ուժը գալիս է իշխանության գլուխ եւ ինքը հրաժարվում է օրինակ Վաշինգտոնի հռչակագրից։ Սա իմ կարծիքով վատագույն սցենարն է, բայց եթե գալիս է ուժ իշխանության գլուխ, որ ընդունում է Վաշինգտոնը տրամաբանորեն, հա երևի է։ Թրիփ հենց Վաշինգտոնի հռչակագրի հետ նկատի ունեմ, այո։ Այսինքն եթե ինքը ընդունում է Վաշինգտոնի հռչակագիրը, գնում է հաջորդ քայլերի, այսինքն որ խաղաղության գործընթացը անբեկանելի է ըստ էության, իմ կարծիքով սա արդեն այդ հարցին էլ պատասխան կտա։ Իսկ լավագույն տարբերակը, տեսեք, երկրորդ տարբերակը ես առաջ ընկնեմ եւ հուշեմ, իհարկե դուք կպատասխանեք։ Երկրորդ տարբերակը ասում են մեծ ցուցակ է տրված զիջումների, այ գինը, որ դուք ասում եք, գին էր տրված սահմանը բացելու կամ եւ այլն, գին է տրված հարաբերությունների կարգավորման եւ այդ գնի մեջ մտնում է ցեղասպանության օրինակ հիմա հարց են տալիս ցեղասպանության թանգարանը կամ ցեղասպանության հուշահամարիրը ապրիլի 24-ին գործելու է թե ոչ։ Մենք այդ հիշողությունը ջնջելու ճանապարհով են գնում թե ոչ։ Դա էլ մյուս ծայրահեղությունն է, զիջելն է, մյուս ծայրահեղությունն էլ ամեն ինչում զիջելն է։ Տեսեք, ամեն ինչում զիջելու որոշակի այո միտումներ կան, կամ համենայնպես մենք տեսել ենք այդ գործընթացը, ավելի շուտ այսպես ասեմ, եւ դա պայմանավորված է եղել նրա հետ, որ պատերազմում մենք ցավոք պարտվել ենք եւ պարտվել ենք շատ ծանր։ Մենք չենք ուզում, չգիտեմ, գուցե գիտակցաբար չենք ուզում ընկալել այդ ամբողջ ծանրությունը, որը որ մենք ինչի մեջ որ մենք հայտնվել ենք ըստ էության։ Պատճառները չեմ քննարկում, ինչի ենք հայտնվել եւ այլն, ուղղակի փաստ եմ արձանագրում, որ հայտնվել ենք այդտեղ եւ դրա հետ կապված բնականաբար մեզ պարտադրում են կամ մենք ստիպված ենք լինում գնալ ինչ որ զիջումների կատարման ճանապարհով։ Կանգ առնենք փակագծերում աշխարհը այդպես է գնահատում իրավիճակը, որ Հայաստանը պարտության է, պարտվել է այդ պատերազմում, Հայաստանը պարտվող կողմ է։
Դուք ասում եք, տեսեք ինչքան էլ Հայաստանում դա մենք չընդունենք, բայց դա այդպես է, դա այդպես է։ Չէ, ես մեզ հետ կապված եմ ուզում նշել, որ մեր ընկալումների մեջ առաջին հերթին, այսինքն որպեսզի մենք ճիշտ ընկալենք իրավիճակը, որպեսզի այս դեպքում էլ մի ուրիշ ծայրահեղության մեջ չընկնենք զուտ այս տեսանկյունից եւ կարող են լինել նման բաներ, բայց ես չեմ կարծում, որ ցեղասպանության հուշահամալիրի հետ կապված խնդիրը սրա մեջ մտնում է։ Դե պետք է ապրենք տեսնենք։ Կամ այո, պետք է ապրենք տեսնենք, ապրիլի 24-ը ստեյության այդքան էլ հեռու չէ։ Ավելի շուտ է, քան ընտրությունները, այսինքն այս իշխանության շրջանում։ Այո, տեսեք, ես որպես գիտության ոլորտը ներկայացնող մարդ կարող եմ ասել, որ ճնշում կամ խտրականություն կամ որ այդ թեմաներին մի անդրադարձեք իրականում չկա։ Թուրքիայի կողմից։ Մեր կողմից։ Դուք հիմա որ մեզ պարտադրեն, չկա իրականում պարտադրանք կա այդպիսի։ Չկա այդպիսի պարտադրանք, բացարձակապես չկա։ Մենք հակառակը շարունակում ենք այդ ոլորտում մեր աշխատանքները, շարունակում ենք հարցերը այնպես, ինչպես որ գուցե մի քիչ էլ ավել անգամ որոշ առումներով։ Այսինքն այդ առումով այդպիսի խնդիրներ չկա, թե ինչ վերանորոգման աշխատանքներ ինչպես կավարտվեն եւ այնտեղ իրական ինչ խնդիր է, դա ուղղակի չեմ կարողանա ասել։ Դե էլի ասում եմ, կապրենք կտեսնենք։ Կապրենք կտեսնենք իսկապես, այո։ Եվ կարծում եմ այս հարցում հիշողության վերաձևակերպման մոտեցումները այնուամենայնիվ ճիշտ չեն լինի։ Ուրիշ բան է, որ դա չլինի արտաքին քաղաքականության գերակայություն, բայց հիշողության ձևակերպման քաղաքականության մեջ չպիտի մտնի։ Տեսեք, դուք շատ զգուշորեն ասեցիք գերակայություն, դրա շուրջ է շատ մեծ վեճեր։ Արադ Միրզոյանը ասեց, դա գերակա ուղղությունը չէ, բայց երբ որ հանրությունը ընդվզեց, բացատրությունը հետևյալն էր, գերակա չէ, բայց չի նշանակում, որ մենք պետք է դա մոռանանք։ Այո։ Այսինքն սեղանի վրայից չպետք է հանվի դա, բայց չպետք է լինի առաջնահերթ այսօր լուծելիքը։ Դուք համարում եք ճիշտ այդ մոտեցումը։ Տեսեք, ես այսպես ասեմ, ես կարծում եմ այդ հարցում լավագույն մոտեցումը եւ քաղաքական նաեւ մոտեցման տեսանկյունից ձևակերպումը տվել էր առաջին նախագահը Լևոն Տեր-Պետրոսյան, որը որ դա արտաքին քաղաքականության գերակայություն չէր համարել, բայց միաժամանակ այդ խնդիրը պահվում էր թե արտաքին քաղաքականության, թե մնացած բոլոր ուրեմն խնդիրների հետ կապված։ Իմ կարծիքով ամենալավ ձևը սա էր, որ մենք հետագայում ուղղակի չպետք է շեղվեինք դրանից։ Շեղվեցինք դրա համար մեզ մոտ այդ քննարկումները։ Որ ուղղությամբ շեղվեցինք, ինչ։ Մենք շեղվեցինք, երբ որ դա դարձրեցինք արտաքին քաղաքականության գերակայություն։ Եվ դրանով, տեսեք, Թուրքիան առաջ բերեց պատմաբաների հանձնաժողովի խնդիրը, որը ի դեպ մենք ստիպված եղանք Ցյուրիխի պայմանագրում այդ տեղ ընդունել։ Հիմա իրական խնդիրները շատ բարդ են։ Հիմա եթե մենք գնում ենք առաջ, Թուրքիայի կարգավորում լինելու է, չէ՞ մի օր։ Պետքա պայմանագիր ստորագրեն։ Օրինակ բերում կրկին քննարկում են Ցյուրիխի ուրեմն արձանագրությունների տեքստը, որի միջալոց բացի այդ կետից մնացածը ինձ համար նորմալ կետեր են։ Որպեսզի պարզ լինի մեր լսարանին, խոսքը գնում է 2008-9 թվականներին այդ հայտնի ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում Հայաստանի եւ Թուրքիայի միջև ստորագրված այդ արձանագրությունները, որոնք հետագայում եւ Միլի Մեջլիսում Թուրքիայում եւ Հայաստանում չվավերացվեցին։ Այսինքն խնդիրներ են էլի, որոնք որ օրինակ իմ դիտարկմամբ մենք մեր դիրքերը թույլատրեցինք եւ նրանք մեզ պատմաբաների հանձնաժողով այսպես առաջ քաշեցին եւ տեսեք Ցյուրիխյան փաստաթղթերում այդ կետը կա։ Դուք ասացիք այդքան մեծ տեղ չի գրավում մամուլում Հայաստանին անդրադարձները, Հայաստանի թեմատիկան։ Իսկ այդ շփումները, դե դուք գիտեք, քանի որ դա ձեր ուսումնասիրության թեման է Թուրքիան, այդ հանդիպումների ընթացքում ելույթներ, հայտարարություններ, վերաբերմունքը Հայաստանի եւ Թուրքիայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, տեսեք, ասում եք մի օր պետք է լինեն այդ կարգավորումը եւ ստորագրումը, հա, եւ դիվանագետ խոսք է գնում անգամ դեսպանատների բացում եւ այլն։ Վերաբերմունքը ինչպիսին է, բարձրից ցածր, թե հավասարություն կա։
Ինչպես մենք ընկալենք թուրքերին, թուրքերը ինչպես են ընկալում հայերին։ Իմ ջարած իմ սիրած թեմայից եք ասում, որտեվ ինձ մոտ ընկալումների խնդիրը շատ զուտ ընկալման հարցն է մեզ ես ինքս շատ երկար տարիներ հենց փորձել եմ հասկանալ այդ ընկալումները, որոնք որ շատ դժվար են իհարկե, ես ուղղակի հիմա կրկին իմ պատկերացումներով կասեմ, գուցե անգամ սխալված լինեմ, հա։ Գիտեք, ինձ մոտ ընկալումն այսպիսին է, որ երկու կողմերը եւ շատ ուզում են իրար հետ շփվեն, որտեվ այնուամենայնիվ մենք շատ երկար ընդհանուր պատմություն ունենք անցյալում, բացի ցեղասպանությունից, որտեվ ցեղասպանությունը դա պարզահամ ամենա ծանր խնդիրն է։ Ունենք այսպիսի մեծ խնդիր ու համ ուզում ենք շփվենք իրար հետ, համ ոնց որ զգուշանում ենք միմյանցից, որովհետեւ օրինակ ես ինձ համար այսպես մի բացահայտում ասեմ, որտեվ օրինակ գիտաժողովների ընթացքում ես զգում եմ այդ տրամաբանությունը, որ գուցե ես հիմա ցեղասպանությունից իրենց հարց տամ ու իրանք այդ հարցին չկարողանան պատասխանել, կամ ինչ պիտի պատասխանեն, որտեվ իրանց մոտ գիտեք պետական մակարդակով դեռ Մուստաֆա Քեմալի ժխտողականության քաղաքականությունն է գնում։ Այսինքն այսպիսի մոտեցումներ կան, բայց վերջին շրջանում շփվել հայերի հետ, որպեսզի այդ հարցը չտրվի իրենց։ Այ այդ նրբերանգը ես զգացել եմ, որ այսինքն այդ հարցի պատասխանը իրանք չունեն։ Իհարկե ոչ բոլորը, օրինակ կան ազգայնականներ, որ պնդում են, որ այդպիսի բան չի եղել, դու էլ ուրիշ բան ես պնդում ու դա կարող է վերածվել իրական պատերազմի։ Բայց վերջին շրջանում, երբ որ թուրքական իշխանությունները անդադար Հայաստանի հետ, երբ որ բարձրաձայնվում էր այնտեղ, ինչու Հայաստանի հետ հարաբերությունները չի կարգավորվում, որ դե եղբայրական Ադրբեջանին ենք ոնց որ օգնում, աջակցում եւ այլն, ինչ որ չափով ընկալվում է իրանց հասարակության մեջ։ Ոչ միա այսպես սեր, բայց ընկալում կար։ Հիմա պատերազմից հետո այդ խնդիրները շատ ավելի են։ Ես շատ եմ հանդիպում, որ պատերազմը ավարտվել է, հատկապես օրինակ երբ որ Հայաստանն ու Ադրբեջանը սկսեցին ինչ որ հարաբերություններ կառուցել, նավթամթեր, էներգակիր, ինչ որ եկավ Հայաստան եւ այլն։ Իրանք արդեն իրար հետ առևտուր են անում, մենք ինչի սահմանը չենք բացում։ Ինչին ենք մենք սպասում։ Եվ տեսեք, այստեղա որ ես ասում եմ, որ իրանց քաղաքական որոշումն է, այսինքն դեռ այդ քաղաքական որոշման պահ, որտեվ հասարակությունը ինքը անգամ պատրաստ է, ես կասեի, հատկապես արևելյան այս հատվածի մեծ սահմանակից հատվածը, որը որ նայում ես, որ ինքը դնում է նկար, որ վերանորոգվել է իրականում անցակետը, ճանապարհը սահմանին գնացող վերանորոգվում է, անգամ այդպիսի բան էին արել, ու այսպես հարցման տիպի, որ եթե Հայաստան հետ սահմանը բացվի, տուրիստները կուզենան գնան Հայաստան եւ պատկերացրեք ուզում էին գային Հայաստան ու ընդ որում ոչ միայն արևելյան հատվածից, դա արևելյան հատվածից ավելի շատ բնականաբար, անգամ արևմտյան խոշոր քաղաքներից, այսինքն այդ հանրությունը մեր մասին գիտի, այո, հետաքրքրություն ունի։ Ես կասեի մեզ մոտ էլ կա որոշ, իհարկե մեզ մոտ կան նաև շատ ընկալումներ, ավելի արմատական եւ այլն, բայց համենայն դեպս մեզ մոտից էլ մենք տեսնում ենք անգամ փակ սահմաններով է զբոսաշրջային ինչ որ ուրեմն խմբեր այսպես տարվում են իրենց մոտից նույնպես օրինակ անցած տարի 13000 մարդ էր եկել Թուրքիայի քաղաքացի Հայաստանում որպես զբոսաշրջիկ։ Այսինքն ես այս պահին տեսնում եմ փոխադարձ հետաքրքրություն, փոխադարձ որ նաև իրենց կողմից հատկապես, որ փորձում են ծանոթանալ, փորձում են շփվել, որտեվ այնուամենայնիվ 21-րդ դարն է ու փակ սահմանը էլ ընկալելի չի։ Տեսեք, թուրք հասարակություն, հայ հասարակություն, Ադրբեջանի հասարակություն, հայ հասարակություն նման են փոխհարաբերությունները իրար։ Նման չեն։ Թուրքական հասարակությունը շատ բարդ է։ Շատ բարդ է։ Թուրքական հասարակությունը պետք է նստել առանձին ուսումնասիրել։ Ինչու է բարդ է։ Տեսեք, որովհետև ինքը նախ ինքնության, ընկալումների, քաղաքական հայացքների, այսինքն տեսեք, մենք ասում ենք ազգայնական, չէ՞, բայց այնտեղ ազգայնականները մի քանի շերտ են, սկսած քեմալականներից ավարտած գորշ գայլերով։ Ու այս ամեն մեկը իր
դիրքորոշումն ունի, իր պատկերացումն ունի, իր մոտեցումներն ունի։ Ցավոք Թուրքիայում վերջին տարիներին դեմոկրատական ուժերն են ավելի պակասել։ Սա ես կարծում եմ, որ վատ է հատկապես մեզ հետ կապված, որտեղ դեմոկրատական ուժերը ժողովրդավարության, այսպես կողմնակիցները ավելի այլ կերպ են նայում խնդիրներին։ Իսլամական ուժերը էլի շատ բարդ են։ Այսինքն թուրքական հասարակությունը ինքը իրականում բարդ է։ Հետո բարդը մենք նայում ենք Թուրքիայի որ հատվածը, արևմուտքն ենք նայում, քաղաքներն ենք նայում խոշոր։ Տարբերություն կա։ Սարսափելի տարբերություն կա, թե արևելքն ենք նայում։ Այսինքն արևելք, որտեղ որ քրդաբնակ է, անգամ թուրքական հատվածներում գյուղական բնակչությունը ավելի շատ իրանք ավելի դեռ ավանդական, իսլամական, իսկ արևմտյան խոշոր քաղաքներն, եվրոպական քաղաքներն իրենք ամբողջ եվրոպական չափանիշներով են դիտարկում։ Անգամ այդքան տարբերություն կա։ Այո, այդպես միանշանակ չեն կարող Միանշանակ թուրք չի։ հասարակությունը այսպիսինն է Չէ։ եւ Հայաստանի հետ հայ հասարակության հետ փոխհարաբերությունները։ Ես այս հարցի մեջ ես կառաջարկեմ գովազդային ընդմիջում հայտարարենք եթերում, որտեղ ինձ ասում են, որ գովազդի ժամն է։ Եվ մենք կշարունակենք, սա կարևոր է, որովհետեւ մենք այնուամենայնիվ հասարակությունների պատրաստվածության հարցն էլ կա։ Բացի իշխանությունները, թե ինչպես են պետությունները իրար հետ բանակցում եւ ինչ հայտարարի են գալիս, այստեղ մենք ունենք հասարակությունների շփման խնդիր, ճիշտ է, իրար փոխվստահության եւ բաց կլինի հայ հասարակությունը թուրք հասարակության հետ շփմանը եւ հակառակը, թե ոչ։ Այս հարցը քննարկենք գովազդից հետո։ Գովազդը եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արա
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Նելի Մինասյանի հետ, թուրքագետ Երևանի պետհամալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի բաժնի վարիչ։ Եվ այսպես, Տիկին Մինասյան, մենք խոսում ենք այն մասին, թե հայ հասարակությունը ինչպես է ընկալում թուրք հասարակությանը եւ Ադրբեջանի հասարակությանը։ Տեսեք, ադրբեջանցիները ասում են, մենք էլ ենք թուրք։ Հայաստանում էլ ասում են, դե թուրքը մնում է թուրք, ադրբեջանցի է թուրք է։ Բայց այնուամենայնիվ ես նկատել եմ, երբ որ փողոցում լսում ենք թուրքական խոսք, այլ կերպ են մարդիկ վերաբերվում, եւ երբ որ լսվում է ադրբեջաներեն, մենք լեզուն չենք հասկանում, բայց տարբերությունը զգում ենք, այլ կերպ են վերաբերվում։ Այսինքն կարելի է այդ մասին խոսել, որ ինչ որ այնուամենայնիվ, չնայած նրանք ասում են ադրբեջանցիները ասում են մենք մի ժողովուրդ ենք, այնուամենայնիվ տարբերություն կա եւ հայը զգում է այդ տարբերությունը։ Իրականում, ուրեմն Ադրբեջանի համար ընդհանրապես ես կասեի բոլոր թյուրքախոս պետությունների համար հետ խորհրդային միության փլուզումից հետո շատ կարևոր խնդիր է դրվել, որը մինչև հիմա դեռ չեն լուծել, ինքնության խնդիրը, ինչ ինքնություն են իրենք վերցնում։ Գիտեք, այս շատ բարդ խնդիր է, եւ այստեղ ես ամենափոքր դետալը ասեմ, այբուբենը։ Ինչ այբուբեն ենք մենք վերցնում։ Եվ մյուս պետությունները դեռ միջև փնտրտուքների մեջ են իհարկե, որտեղ վերցել են մի բան, հետո փոխում են եւ այսինքն դեռ ամբողջական չի։ Ադրբեջանը, ես կարծում եմ հիմնականում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված, արագ նախապատվությունը տվեց Թուրքիային, թուրքականին, Թուրքիայից վերցրեց անգամ այբուբենը եւ Էլչիբեից սկսեցին խոսել, որ մենք էլ ենք թուրք։ Այսինքն գնանք դեպի թուրքական ինքնությունը ավելի խորքային, հաշվարկներով։ Հետո անվտանգության երևի տեսությունից, չէ՞։ Ես դրա համար նշեցի, այո, հակամարտությունը, այդ շրջանը արդեն պատերազմի շրջան է։ Հետագայում բնականաբար, երբ որ պատերազմը ավարտվեց եւ այլն, երբ որ եկավ Հեյդար Ալիևը, որը բավականին լուրջ քաղաքական գործիչ է, կրկին դրվեց ինքնության խնդիրը։ Լավ, մենք ինչ ինքնության կրող ենք, ով ենք մենք։ Եվ Հեյդար Ալիևը կրկին մտածեց, որ ճիշտը թուրքական ինքնությունը վերցնելն է։ Ու իրանք գնացին դեպի այս ուղղությամբ, որ մենք վերցնում ենք թուրքական ինքնությունը, հենց այդ մեկ ազգ, երկու պետություն, հենց Հեյդար Ալիևի խոսքն է, ինքն է դա առաջարկել Թուրքիային, երբ որ հրավիրել էին նրան այնտեղ։ Կարծեմ 94 թվականին այդ մասին բարձրաձայնեց։ Եվ դրանից հետո իհարկե Իլհամ Ալիևը եկավ մի քիչ փոխեց, որ չէ քաղաքացիությունն էլ է կարևոր, որտեղ բացի թուրքից թուրքական ինքնություն ունեցող մարդուց նաև այլ էթնիկ խմբեր են Ադրբեջանում ապրում եւ բացի այդ Թուրքիայից որոշակի կախվածությունը այսպես մեղմելու նպատակով, բայց խնդիրները մեծ հաշվով դեռևս լուծված չեն։ Այսինքն իրենք դիրքավորված են, որ մենք ունենք թուրքական ինքնություն եւ դրա համար այս ինքնությունն է ամենակարևորը մեր համագործակցության համար, բայց ես արդեն ասացի, որ դա կարևոր չի, որտեղ կան պրագմատիկ, էներգետիկ եւ այլ ուրեմն ծրագրեր, ընդհանուր պատկերացումներ, ընդհանուր անվտանգային խնդիրներ։ Եվ առայժմ ադրբեջանցիների մոտ այս ընկալումը Թուրքիայի նկատմամբ այսպես գնում է։ Հիմա եթե հակառակ կողմից ենք նայում,
թուրքական հասարակությունը, քանի որ էլի բազմաշերտ է ինքը, այստեղ արդեն սրա հետ կապված ընկալումներն էլ է բազմաշերտ։ Օրինակ քաղաքական համակարգից ասեմ, եթե ազգայնական շրջանակները, օրինակ, ուրեմն ազգայնական շարժում կուսակցությունը, այսինքն այդ պանչուրքիստները, գորշկայլականները եւ այլն, իրենք եթե սա ընդունում են անվերապահ եւ ասում են այո, որտեւ իրենք նաեւ մյուսներին են համարում բոլորին թուրքեր, արդեն ոչ թե թյուրքեր, հասարակության մյուս խավ, օրինակ այսօրվա օպոզիցիան ընդդիմությունը, քեմալականները, մի փոքր այլ ձև են հիմա նայում, որ այնուամենայնիվ Ադրբեջանը ուրիշ պետություն է։ Եվ ես այստեղ կգայի հենց դրանից, որ Ադրբեջանը այնուամենայնիվ ուրիշ պետություն է։ Պետություն է, բա էթնոս է։ Էթնոսը, տեսեք, իրենք յուրային են համարում ադրբեջանցիներին։ Համարում են, որ իրենք նույն ազգն են։ Թուրքը, թուրքերը, Թուրքիայի թուրքերը։ Տեսեք, մի հիմնական մեծ հատված այո համարում է, որ իրենք ունեն շատ ընդհանրություններ եւ այո իրենց հատկապես ազգայնական, այսպես գիտական շրջանակների մի հատվածը, որ էլի ազգային բանի հետ է գնում, որ այո, մեր եղբայրներն մենք իրենց պետքա պաշտպանենք։ Բայց այստեղ միանգամից իրենց հենց նույն Թուրքիայի ներսում իրենց հակադրվող ուժերը այն փաստարկն են բերում, օրինակ եթե Ռուսաստանը գա Ադրբեջանը գրավի կամ կրկին ռուսական ազդեցություն հաստատվի, Թուրքիան ինչ անելու։ Կամ Ադրբեջանի շահը վաղը ավելի համընկնի Ռուսաստանի հետ, փոխվում է ղեկավարությունը եւ գնում է ռուսամետ ղեկավարություն է գալիս։ Էլի շարունակում են մնալ եղբայրներ։ Իմ կարծիքով այստեղ ռոպագանդան է շատ մեծ դեր խաղում։ Ու մեր տեսանկյունից թափես ճիշտ կլինի մենք ավելի խորքային ուսումնասիրենք, որտեղ սա մեզ համար շատ կարեւոր է։ Ինչով։ Կարևոր է հենց նույն ուրեմն հարաբերություններ կառուցելու համատեքստում, որտեղ մենք էության մեջ Թուրքիայի հետ ավելի շատ երկար պատմություն ու ժառանգություն ունենք, քան թե Ադրբեջանը։ Եվ բացի այդ մենք չգիտենք քաղաքական ինչպիսի կոնֆիգուրացիաներ հետագայում կձևավորվեն, կամ թեպետ էթնիկ նույն ինքնության գործընթացները ոնց է գնում։ Բոլոր դեպքերում Հայաստանը իհարկե տարբեր պետություններ են, դա տրամաբանական է, որ տարբեր ձևերով պետք է կառուցի իր հարաբերությունները, բայց այնուամենայնիվ եւ խորքային մակարդակի վրա տարբերություն դնում է հայ-թուրքական հարաբերությունները եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Մենք այո, այդպես պետք է դնենք, որ այս այնուամենայնիվ սա ուրիշ պետություն է, սա ուրիշ։ Ճիշտ է, այսօր, քանի որ մենք բաց ենք թողել եւ չենք Թուրքիայի հետ սահմանը փակել, ոչինչ չենք արել ըստ էության, այսօր ճիշտ է, մեջխանությունների կողմից այդ թեզ առաջ տարվում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները այլ բան է, Հայաստան-Ադրբեջան այլ բան, բայց մենք գործնականում չենք տեսնում, որ սա նրանց վրա ազդում է, այլ իրական քաղաքականության մեջ մենք այս ուղղությամբ պետք է գնանք, որ այս այնուամենայնիվ ուրիշ պետություններ են։ Ես շատ շնորհակալ եմ ասելուածի համար։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, ինձ համար համենայն դեպս այս վերջին հատվածը հատկապես շատ հետաքրքիր է եւ կարծում եմ այս զրույցը մենք պետք է շարունակենք, որովհետեւ մենք էլ մեզ համար հարցեր ունենք, որոնք պարզաբանման ձեր օգնությամբ ինչ որ բաներ մենք պարզելու կարիք ունենք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ Նելի Մինասյաններ մեր զրուցակիցը, Երևանի պետհամալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի բաժնի վարիչ։ Զրույցը վարում է ես Գարանե Արաքելյանս։ Բարին ընձեզ։